Բարի լույս, բարի օր, բարի երեկո, ողջույն բոլորին, սիրելիներս, հուսով եմ, որ լավ եք, ամեն ինչ լավ է։ Բարի գալուստ իմ ալիք, բարի գալուստ իմ խոհանոց։ Դե ինչ սկսում ենք նոր օր եւ նոր մենու։ Տեղավորվեք հարմարավետ եւ տեսեք, թե այսօր ինչ մենյու եմ պատրաստել։ Միգուցե այսօր էլ կկարողանամ լինել օգտակար։ Դե ինչ, սկսում ենք նախաճաշից։ Այսօրվա նախաճաշը նույնպես շատ հեշտ է եւ շատ համեղ եւ ստացվում է շատ արագ։ Դե ինչ, հացի վրա քսում եմ սերուցկային պանիր, լոլիկ, ավոկադո եւ ամեն տոստերի վրա մեկ ձվով ձվածեղ։ Այս անգամ ձուն, սպիտակուցը եւ դեղնուցը խառնում եմ հենց թավայի մեջ, որովհետեւ ինձ այսպես ավելի շատ է դուր գալիս։ Դուք արեք ինչպես դուք սիրում եք։ Ահա եւ վերջ սիրելիներս, մեր նախաճաշը պատրաստ է։ Վերջում էլ որոշեցի մի քիչ կանաչի վրան ավելացնել եւ իհարկե վայելելու ենք տնական իմ ձեռքի պատրաստած համեղ հյութով։ Դե ինչ, եթե հավանեցիք, դուք էլ պատրաստեք, դուք էլ նախաճաշեք։ Նախաճաշը շատ կարեւոր է օրվա ուտելիքներից։ Դե ինչ սիրելիներս, եթե պատրաստվում եք նախաճաշել, բարի ախորժակ բոլորին, կհանդիպենք ճաշի ժամին։ Ահա եւ նորից հանդիպեցինք, պատրաստվում եմ ճաշին։ Ճաշի ժամի համար պատրաստում եմ բրնձով փլավ։ Թավայի մեջ արդեն տապակել եմ խոզի միսը, փափկա միսը, կտորների կտրտած, մանր կտորների, սոխը, սոխարած եմ արել եւ մի 2 ատամիկ սխտոր եմ ավելացրել։ Հիմա ավելացնում եմ գազարը, կթողնեմ մի քիչ, մի թեթև կտապակվի, մի րոպե, 2 րոպե, շատ չէ։ Ահա, հիմա մի քիչ խառնում եմ, թող տարածվի, ու թողնեմ մի րոպե, թող տապակվի։ Եվ տեսեք, թե ինչ եմ պատրաստում համատեղ կոմպոտները, սիրելիներս, այս շոքերին մեզ փրկում է այս կոմպոտը։ Այսպես պատրաստում եմ, լցնում եմ տարաների մեջ եւ դնում եմ սառնարանը։ Շատ համեղ, մի րոպեին սառը հանում եւ խմում ենք։ Այհեսա տեսեք, այստեղ մի կացան վերջացրեցի, լցրել եմ արդեն տարաների մեջ, մնացել է այս մեկը։ Ահա սիրելիներս, իսկ այստեղ արդեն ավելացրեցի բրինձը եւ կթողնեմ հիմա ավելացնեմ արգանակը կամ ջուր, ինչ ունեք դուք ձեր ձեռքի տակ։ Եվ մեր այսօրվա ճաշատեսակը, ճաշի ժամի բրնձով փլավն է։ Ահա եւ վերջ սիրելիներս, փլավը նույնպես պատրաստ է, ստացվել է շատ համեղ եւ շատ հեշտ, արագ, այս շոքերին համապատասխան ճաշատեսակ։ Դե ինչ սիրելիներս, եթե պատրաստվում եք ճաշելու, բարի ախորժակ բոլորին, կհանդիպենք ընթրիքին։
Ահա ժողովուրդ ջան, ալուր եմ լցրել, խմոր եմ պատրաստում, ստեղ կաթ ու ջուր է, մոտ 100 միլիգրամ գոլ ջուր ու կաթ։ Հիմա դրոժն եմ բացում, ակտիվացած դրոժը, ուղղակի այսպես փշրվող է ինքը։ Հիմա լավ էս դրոժն ու կաթը կխառնեմ իրար ու ասեմ թե խմորը ինչի համար եմ պատրաստում։ Ճիշտն ասած, մտքովս մի քանի բաներ անցնում, համ որոշում եմ պատրաստեմ աճարական խաչապուրի, համ պիցա, ամեն ինչ որոշում եմ, մեկ մի խոսքով, տեսնենք թե ինչ կպատրաստեմ վերջում։ Ահա, դրոժը լուծեցի կաթի հետ, ավելացնում եմ շաքարավազ, այսպես մի քիչ էլ հեսա աղ կավելացնեմ, աղը պետքա տեղին լինի, որպեսզի խմորը համեղ ստացվի։ Մի լավ խառնեմ, թող սաղ լուծվի ու հեսա զեյթունի ձեթներ կդնեմ կողքից, որպեսզի չմոռանամ վերջում ավելացնեմ ու կշաղախեմ խմորը ու տեսնեմ թե ինչ կսարքեմ վերջում։ Միգուցե բոլորից է սարքեմ, ամենքից մի երկու հատ կամ մի հատ, տեսնեմ խմորս ինչքան կամ փոքր քանակներով, փոքր չափսերով կսարքեմ, որպեսզի բոլորից ունենամ, մի խոսքով չգիտեմ, հələ որ մտքերի մեջ եմ։ Լավ։ Մոտիկացնեմ, այստեղ դրոժ ա փախել մի հատ, մի կտոր, այսինքն հանի։ Ժողովուրդ ջան, կամանց ավելացնում եմ ու արդեն ըստ չափի կտեսնեմ։ Եթե հանկարծ այս իմ խառնուրդը պակասի, գոլ ջուր կավելացնեմ։ Խմորը չպետք է լինի շատ պինդ, դրա համար ահա, լավ, խմորը շաղախեմ, ժողովուրդ ջան, նորից կմիանամ։ Հիմա տեսեք, կամանց ավելացնում եմ ու հենց հիմա էլ ստեղ կավելացնեմ ձեթը։ Ու կշաղախեմ խմորը։ Ինքը ունիվերսալ խմոր է, ամեն ինչի համար շատ հարմար։ Ահա ժողովուրդ ջան։ Այսպես։ Ալուր էլ չեմ ավելացնի, որովհետև տեսեք արդեն կտրվում է խմորը։ Հիմա ինչքան շատ շաղախեմ, ինքը այնքան տեղը կընկնի։ Ժողովուրդ ջան, ձեռքս մի քիչ ձեթ այսպես դնեմ, ձեթ արեցի ու հիմա խմորը այսպես իրար վրա կբերեմ։ Տեսեք։ Կարող է ալուր ավելացնեմ մի քիչ, այնքան որ ձեռքս թրջելու համար։ Կամ հեսա մի քիչ կշաղախեմ, եթե զգամ շատ թույլ է խմորը, մի թեթև ալուր կավելացնեմ։ 2-3 րոպե հիմա ասենց կշաղախեմ։ Դե ինչ, անջատեմ, ուրիշ ոչ մի ավել գործողություն չեմ անելու, հետո նորից կմիանամ։ Ժողովուրդ ջան, խմորը տեղափոխել եմ աշխատասեղանի վրա, մի քիչ էլ հիմա սենց կհունցեմ ու կտեղափոխեմ արդեն ամանի մեջ, որի մեջ որ պետքա խմորը հասունանա։ Ահա ժողովուրդ ջան, խմորս պատրաստ է, տեսեք, այսպես փափուկ լավ խմոր է ստացվել։ Հիմա կփակեմ ու կթողնեմ, որպեսզի մի լավ հասունանա, շատ շոգ է ու շուտ կհասունանա, այդպես եմ կարծում։ Անցնեմ պանիրների գործով։ Ահա ժողովուրդ ջան, այստեղ ունեմ շատ պանիրների տեսականիներ, մի հատ այսա եմ ուզում փորձեմ, որովհետև սա նորություն է ինձ համար։ Աղի պանիր է։ Բայց վատը չի։ Նոր եմ գնել բուլղարական խանութից 2.90 դելիկատեսա, սիրնի պրոդուկտ։ Մի խոսքով, կփորձեմ հիմա։ Սա
Գնաց։ Ստեղ ունեմ այս տեսակի պանիր, հիմա սա էլ քերիչով մի հատ կանցկացնեմ։ Հլսի դնեմ մի կողմ, տեսնեմ, եթե պետք է ավելի ունեմ մոցարելա։ Հիմա մոցարելան էլ ավելացնեմ։ Հաստե մի քիչ ունեի սառցախցիկն էի դրել, հիմա սա էլ օգտագործեմ։ Կարծեմ սա էլ է մոցարելա։ Այսինքն սա իրար վրա կավելացնեմ։ Դե քանի որ մեզ մոտ չկա վրացական պանիրներ, պետք է յոլա գնանք այն ինչը որ ունենք։ Ահա ժողովուրդ ջան, չգիտեմ որտեղ անջատվեց, զանգ եկավ, հեռախոսս անջատվեց։ Հեսա պանիրների տեսակները խառնեցի, մոցարելան ու այն մյուս կտորը։ Հիմա սա էլ քերիչով կանցկացնեմ ու մի հատ համտես կանեմ, եթե տեսնեմ աղը քիչ է, այն մյուս սպիտակ քառակուսի պանիրից նորից կավելացնեմ, որտեղ նա բավականին աղի էր։ Ահա, վերջ, քերիչով անցկացնեմ, սա էլ նախապատրաստեմ ու հետո նորից կմիանամ։ Ահա, ժողովուրդ ջան, տեսեք թե խմորը ինչ լավ հասունացել է։ Այս ինձ լավ խմոր է ստացվել։ Հիմա նա ցամաքեմ։ Ու տեղափոխեմ արդեն սեղանի վրա։ Մի հատ այսպես կանենք, այսպես իրար վրա կբերեմ։ Մի քանի հատ ծալքեր, այսպես։ Սեղանի վրա հեսա մի փոքրիկ ալուր ու խմորը թողնում ենք, որպեսզի ընկնի տեղ։ Նայք։ Ահա։ Հիմա խմորը բաժանեմ, տեսնեմ քանի մասին։ Ուզում եմ բաժանել երևի թե 4 մասին։ Ու թողնեմ նորից մի հատ հանգստանա։ Ոյ, ինչ լավ խմոր ա եղել։ Անընդհատ ձեռք տալ եմ ուզում։ Լավ, մի հատ սենց մեջտեղից կկտրեմ ու հետո սա էլ կբաժանեմ էլի երկուսի։ Անտիր մեջը լիքը փուչիկներով խմոր է ստացվել։ Ժողովուրդ ջան։ Սա էլ երկու մասի։ Մի հատ եք թողնեմ սենց կհանգստանա խմորը ու արդեն կսկսեմ ձևավորել։ Ահա, ժողովուրդ ջան, հիմա մի հատ սա սենց կփակեմ սննդային թաղանթով, թող խմորը հանգստանա մի քիչ էլ ու ես հիմա արդեն ջեռոցը պետք է միացնեմ 220 աստիճան։ Դե ինչ, շարժվենք առաջ։ Դե ինձ սիրելիներս 4 գնդերից ես պատրաստեցի 1 լավ մեծ պիցցա, 1 մեգրելական եւ 2 աջարական։ Տեսեք թե ինչ խմոր է ստացվել։ Իհարկե ընթացքը ձեզ ցույց չտվեցի, որովհետև պիցցան ըստ ճաշակի ով ինչ ուզում է վրան ավելացնում եմ։ Դե ինչ, տեսեք թե այստեղ մեգրելականը արդեն ջեռոցում է, հերթով շատ արագ թխում եւ հանում եմ։ Եվ աջարականը պատրաստեցի մի հատ մեծ եւ 1 փոքր աջարական։ Ստացվել է շատ համեղ, տաք է, հազիվ կտրում ենք, շատ սոված ենք, նստել ենք սեղան։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ պատրաստել էի այսպիսի ընթրիք, այսպիսի մենյու, կարծում եմ այսօր էլ կարողացա լինել օգտակար, շատ չեք մտահոգվի ինչ եփել այսօր։ Դե ինչ, այստեղ ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ ասում եմ կհանդիպենք, մեր հանդիպման վայրը չի փոխվում, կհանդիպենք նույն տեղում։
Առայժմ աճարականը շատ տաք է, հազիվ ենք կտրում, չենք համբերում։ Դու ես կտրում, հա։ Չէ, կտրում եմ, լավ։ Հավեսա կտրում։ Ավելի շատ պետք է սխմես կտրելուց կյանքս։ Հերոնին վարկյան, մի հատ ես կարող եմ կտրում։ Դա